Ինձ թվում է մենք երկու տեսակի խնդիրներ ունենք՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ։ Երկարաժամկետը պետք է հավաքվենք, նստենք, քննարկենք, լուծումներ գտնենք, թե ինչ է պետք անել, որ այլևս հանրայինը զավթված չլինի, որովհետև ոչ մի իշխանություն հավերժ չի, թող հանդարտվեն ու վայելեն իրանց, չգիտեմ, ինչքան որ կա իրանց մնացած կառավարելու կամ չեմ իշխելու։ Հետևաբար երկարատև առումով պետք է ինչ-որ իսկապես մեխանիզմ մտածել եւ մենք մեր առաջարկների մեջ ունենք դա հետո կքննարկենք, բայց կարճաժամկետ ես ամբողջությամբ համաձայն եմ։ Մենք չենք կարող նստել ու ասել, որ դե բան չի ստացվի, ոնց բան չի ստացվի։ Իսկ որտեղից պիտի ստացվի, եթե ոչ մեկ չի պատրաստում խոսել։ Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք մեզ վրա վերցնել այդ շարժիչ ուժը, իհարկե դժվար է լինելու, իհարկե այսպես մասնակիցների եւ սազանդարների, կներեք պրոպագանդիստների, իրանց սատելիտների պակաս իրանք չունեն, իրանք կազմակերպում են հանդիպումներ, որտեղ նույն հիմնարկում աշխատող տարբեր մարդկանց եւ իշխանության սատելիտ հանդիսացող էքսպերտներին հրավիրում են ու տարբեր մարդիկ են որպես ներկայացնում, ոնց որ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ են ներկայացնում, այնինչ ակնհայտ է, հա, ու իրանք զավթել են։ Ակնհայտ է, որ հանրայինով կրոնական զգացմունքները մարդկանց վիրավորվում են, որտեղ կներեք մենակ կրոնական փոքրամասնության ներկայացուցիչների իրավունքները չեն պաշտպանվում։ Կրոնական մեծամասնություններ ունեն նույնքան իրավունքներ, ինչքան մնացածը։ Եվ երբ որ հայ առաքելական եկեղեցում ես համաձայն եմ ոտնահարում են ու ոտի տակ են առնում, կներեք, ես որպես չեմ էլ ասել մինչև այս պահ այտենց շատ խիստ հավատացյալ եմ ինձ համարել, բայց հիմա ես օրինակ ինձ շատ խիստ վիրավորված եմ զգում, որովհետև հանրայինի եթերով, մեր բոլորի հարկերով, մեր մեծամասնությունը կազմող հավատացյալների զգացմունքները վիրավորվում են, իրավունքները ոտնահարվում են, այնպիսի պրոպագանդա է տարվում, որ ուղղակի անտանելի է։ Եվ այո, ես համաձայն եմ, որ մենք կարող ենք դիմել եւ պետք է դիմենք տարբեր միջազգային, որովհետեւ գործընկերները երևի հաստատ ավելի լավ գիտեն, որ կան միջազգային կառույցներ, որոնք լրատվության հետ կապված մասնագիտացված են, այո, բոլորին պետք է այս թղթերը, այս նամակները ուղարկել, այո, պետք է խայտառակ անել, որովհետեւ պետությունը մերն է, հայրենիքը մերն է, բայց կներեք զավթված է։ Միջազգային իրավապաշտպան կառույցներին այո պետք է ուղարկել, որտեղ այդ ֆաշիստական հայտարարությունները, այդ կրոնական զգացմունքներ, մնացած ֆունդամենտալ լիքը իրավունքներ խախտելու պարագայում հանրայինը դա եթեր է հեռարձակում ու նորմալ է համարում։ Եվ նաև այո դեսպանատներին, որովհետև հաստատում եմ պարոն Իկանոմովի Արտաշեսի ասածը հաստատում եմ, որովհետև բազմաթիվ իրավիճակներում ես եղել եմ տարբեր դեսպանատներ, որտեղ ինձ ասել են, եթե ժողովուրդը դժգոհ է, իսկ ուրա ժողովրդի ձայնը։ Ցույց տվեք մեր ժողովրդի ձայնը եւ ամբողջությամբ համաձայն եմ, եթե մենք դրա մասին չխոսենք, ոչ մեկ դրա մասին չի խոսել, որևէ խնդրի մասին, մեր որևէ իրավունքի մասին, որևէ մեկը չի խոսելու, եթե դա դուրս չկա մեզանից։ Հետևաբար շատ անչափ շնորհակալ եմ, որ եկել եք, որտեղ միայն ինքնին, որ ստեղ մարդիկ հավաքվել են, այդ թվում նաև չեն խուսափել ներկա գտնվելուց, որտեղ կներեք, ասում եմ, մենք նենց իրավիճակում ենք ապրում, որ որևէ մեկի կալանավորումը երաշխավորված չի։ Անգամ ասում եմ ամենամեղմ, ամենավոչ մի բանի մասին հարցազրույց տալուց հետո մարդիկ գնում են ուղիղ էտապը, հա, 37 թիվ ադդիխայդ։ Դրա համար շատ շնորհակալություն, որ եկել եք, շատ շնորհակալություն, որ խոսեցիք, շատ շնորհակալ եմ, որ հետո շարունակելու ենք աշխատել, որովհետև սա իսկապես շատ կարևոր խնդիր է, ու ես մի բան էլ հիշեցի, մի ժամանակ կներես էլի, մի տարի չեմ հիշում ինչ բաներ, որդիվներ, բայց մի հատ տղա Երվանդ էր անուն, այս Ժաննան կարող է հիշի, Երվանդ անունով մի հատ տղա էր, գնացել էր հանրայինի դիմացը կանգնել էր, պլակատ էր պահել, վրան գրած էր վերադարձրեք հանրայինը բանին, հանրությանը, այս տղային ձերբակալեցին, տարան ոստիկանություն, միջև հասանք ոստիկանություն, հասկացան, որ բան չկա ինչի համար կարան քրեական գործ հարուցեն, տարան հոգեբուժարանում տևել է երևի մի ամբողջ օր տևեց, միջև այդ տղային կարողացանք հանել, բայց հիմա ասում եմ այն նույն իրավիճակն է, ոչ մի տարբերություն չկա, ուղղակի մենք հիմա շատով ենք, հիմա տանելուց շատով են տանում, նենց որ ես մեծ փորձ ունեմ մարդկանց անելու, նենց որ գիտես, նենց որ շնորհակալություն նորից բոլորին։